Պարոն Մարտիրոսյան, Անգլիայի քննությունների հետ կապված շատ քննարկում եղավ, որ նախարարությունը եթե մի քննություն չի կարողանում կազմակերպել, ինչպես է ընդհանրապես այդ ամբողջ մեծ համակարգը կառավարվում։ Ես ներողություն եմ խնդրում, բայց Անգլիայի քննությունների կազմակերպումը ես չեմ համակարգում, այսինքն մենք մեծ նախարարություն ենք, կխնդրեի հարցը փոխնախարարը եւ տեղյակ եք դրա հետ կապված աշխատանքները ինչու են խափանվել։ Ամեն դեպքում ուզում եք ինչ-որ պատասխան ստանալ։ Ինչու Չէ, պատկասեք ինչ ահռելի ծավալի աշխատանք է տարվում տարբեր քննությունների կազմակերպման եւ կարծում եմ սխալներ չեն լինում, եթե աշխատանք չի տարվում, այսինքն նորմալ է, որ կարող են նաեւ լինել որոշակի վրիպումներ եւ այլն, կարեւորը որ մենք ժամանակին փորձում ենք արձագանքել եւ արդյունավետ կազմակերպել գործընթացի շարունակականությունը ապահովել։ Թերևս այսքանը կներեք, որ իրոք ինձ չի առնչվում, սիրով ավելի մանրամասը կպատասխանեի։ Տեսեք, դուք պարզաբանվել էր այդ խնդիրը, որ շատ է մասնակցությունը եղել դիմորդների, դրա համար է խնդիր ստեղծվել, բայց տեսեք հայոց լեզվի օրինակ հետ կապված շատ դիմորդներ կան։ Հիմա գնահատում եմ ձեր համառությունը, որ պատասխան եք ուզում ստանալ, բայց պաշտոնյայի պարոն Մարտիրոսյան այդ նախարարության եւ անհնար է, որ դուք ընդհանրապես Ես պաշտոնյա եմ եւ այդ նախարարության եւ իհարկե տեղեկացված եմ, բայց ինքը պատկերացրեք մեր մեծ նախարարությունը եւ այդտեղ այդ քննություններով զբաղվում է բարձրագույն գիտության կոմիտեն եւ իրենք եթե գնահատում են տեսա այո եւ հիմա ձեր առաջարկն է որ ես մանրամասներ տամ այդ մասով եւ գնահատական տամ Տեսեք, ես չեմ ասում քննության հետ կապված, ասում եմ ինչպես է մի նախարարություն չի կարողանում մի քննություն կազմակերպել, բայց հարցադրումը շատ ներողություն եմ խնդրում, ինչ հաշվում չի կարողանում մի քննություն կազմակերպել։ Նույն նախարարությունը անում է հազարավոր հարցեր ալուծում, որոնք մեծ մասամբ զուգահեռաբար ընթանում են եւ որոնք շատ բարձր մակարդակով կազմակերպվում են եւ եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, մենք ունենք անհամեմատ մեծ հաջողություններ եւ եթե նայել եք եւ հետեւել եք մեր նախարարի ասուլիսը, որ եղավ եւ տարբեր հրապարակային խոսքում, որ մենք ներկայացնում ենք, մենք ոչ միայն ծավալային աճ ունենք, այլ այդ ծավալների մեջ կատարողականի շեշտակի աճ ունենք։ Այսինքն նշանակում է, որ ոնց ասեմ, շատ բաներ են արվում եւ այդտեղ ուղղակի կենտրոնանալ մի հատ քննության ինչ որ խնդրի վրա, որը շատ նորմալ է, որ դուք կենտրոնանում եք, դա որևէ ձևի չի գալիս ասելու, որ ինչ որ բանը ինչի արվում, որովհետեւ այդ մեծ ծավալի մեջ իհարկե կլինեն նաեւ, այսինքն չի սխալվում նա, ոչինչ չի անում։ Նորմալ է դա։ Շնորհակալ եմ։